Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Այսօր մենք հավաքվել ենք այս ողտրիկ տարածքում ներկա լինելու մի հուշաքարի եւ հուշախտուրի բացման արարողության, որը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր հերոս նահատակներին։ Այս ամենը մտահղացել է Երկրապահ կամավորական միության Լոռու մարզի փոխնախագահ Դավիթ Մարտիրոսյանը դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, ինչպես ինքն է ասում, ամեն օր մտքով տեսել է այս, որ նման տարածքում, ուր ամեն առավոտ մարդիկ շտապում են աշխատանքի, մանուկները դպրոց ու պարտեզ են գնում, լինի մի ուշագրավ քարե հիշողություն, որն ամեն օր զորեղացնի իր կողքով անցնողին եւ այս օրհնյալ ջուրը խմողին։ Ամեն անգամ այս երազանքից մի բան խանգարում էր, ասում է մեր հարգարժան Դավիթը։ Մեկ ժամանակ չէր լինում, մեկ գումար չէր լինում ու անցնում էին տարիները։ Բայց ահա Աստծո կամքով այսօր այդ երազանքը կատարվեց։ Շնորհակալություն քեզ, հայրենապահ ընկեր, մեր հերոս եղբայր Դավիթ Մարտիրոսյան։ Ծափարենք Դավիթին եւ հատուկ խոնարհումով ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել իր մայրիկին Փունջիկ Մարգարյանին, հատուկ մեր խոնարհումը Փունջիկ մայրիկին, որ մանկուց մայրական սեր տալով զինել եք ձեր որդուն մեծ հայրենասիրությամբ։ Պսակազարդ աչյուններին տղերքի արտասուքի փունջը դնում սիրտս դառն ու մեղեդին գարնանային սքերքի գուրգուրում է մարմինները զոհաբար։ Ախ, իսուր են մանուկները հեկեկում, սքան բոլոր այրիներին ինչ ասեմ, նորաբղբոչ տունկը գլխիկն է թեքում, աչքս հառացելում պիտի սպասեմ, հրաժեշտի պահն է արդեն, հողը սև, ամպրում է վիշտն ու մորմոքը վերքի, ու երկնային ոլորտներում են վսեմ, բարձրանում են հոգիները տղերքի, թարք, թարք, հավերջ փարք։ Ծափարենք Սավանը համեց, հուշաքարը բացված է, հայտարարենք լռության րոպե։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես է արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս եւ երկրին, սած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտից մեր, որպես եւ մեկ թողունք մեր օդ սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարեմ, սիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ալելույա, ալելույա, ձայն տյաղ նիվերաջուրց եւ Աստված փառած որոտած եւ Տերն ինքն նիվերաջուրց բազմած։ Ախ պյուր կենաց պաշխող շնորհած հոգետիչյալի բարձանց Զանապական պարգևս քո բաժանեցեր առակյաս Որի վերաջուրց ընգոլով ստեղծան է իր զարարած Սրբյա ամենակարող զորությամբ Սաղբյուրս զայս և զոր իսմաջուրս մաքրյա և առատացո մշտնջենաբուխ հոսմամբ իվայելս մարմնական պիտոյից մերոց Զիգոհությամբ փառավորեսու կսկես հայր որդվովըտ միասնիվ և հոգվովըտ սրբով այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն ամենեցում և հեղ ըշնորը թոքվի սրբոյի ջուրս այս նշանավ սուրբ խաչին և սրբյա ասահամին այն կարծելի և հանկարծելի աղտեղութենեմ որպեսզի անխիղճ սրտի վայելյալ ըստայի պետս մարմնական պիտոյից մերոց փառավորեսու կսկես ընթոր և ընցուրբ հոգվույթ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն Սուրբ խաչի վսաղաչես ու կստեր սիսովավ փրկես սեզ մեզի մեղած և կեցուս սեր շնորի ողորմության յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր պահյա, պահպանյա, օրհնյա ազգս հայոց եկեղեցիս Հայաստանյաց առաջ քո կացյալ հավատացյալս նաև Տեր
Օրհնյա Դավիթ Սարայսկո ընտանիքը նորան, ընթովանյավ սուրբ և պատվական խաչի վտքովի խաղաղության, փրկյա ազատյա հերևելի և հաներևույթ, թշնամվույն, արժանավորյա գոհությամբ խարավորելս քեզ ընթոր և ընծրփողվույթ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Հովանեսի ավետարանից էր հատվածը, երբ նշվում է, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս Սամարիայի կողմերում էր, մի աղբյուրի մոտ նստած էր, սամարացի մի կին մոտենում է աղբյուրին, որպեսզի ջուր հանի, և մեր Տերն էլ նրանից մի փոքր ջուր է ուզում, քանի որ ծարավ էր։ Եվ ասում է, ինչպես է, որ դու ինձնից ջուր ես ուզում, որովհետև հրեաները խուսափում էին սամարացիներից, եւ ասում է մեր Տերը, որ եթե դու իմանայիր ով էր քեզնից ջուր ուզում, ինքդ դու ինձնից կենթանի աղբյուրի ջուր կուզեիր։ Եվ ասում է, ինչպես քեզնից ջուր ուզեմ, որ դու իլ ունես, ջրհորն էլ խորն է, ինչպես ես ջուր հանելու ինձ տաս, միթե արդյոք ավելի մեծ մեկն ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը ստեղծեց, մեզ տվեց, որպեսզի ըմպենք, ջուր հանենք, ըմպենք, եւ մեր Տերը հետեւյալ պատասխանն է տալիս, ասելով, ասում է, ինչքան էլ որ այս ջրհորից հանեք ջուր եւ ըմպեք, կրկին ծարավելու եք։ Բայց այն ջուրը, որ ես ձեզ կտամ, երբեք չեք ծարավելու։ Հավիտենական կյանքի ջուրն է։ Երբեք այլևս չեք ծարավի։ Եվ այս խոսքերը վստահաբար վերաբերում են մեր բոլոր նահատակ եղբայրներին, ովքեր այժմ ըմպում են այն կենթանի աղբյուրի ջրից, որը որ Քրիստոս է տալիս երկնքում, դրախտային կյանքում։ Եվ այս հուշաքարը, որը որ տեղադրվել է այսօր, այդ հիշատակության համար է։ Այս աղբյուրից յուրաքանչյուրս գալու ենք ըմպենք, ով կանցնի այստեղից այս աղբյուրից կըմպի, մշտապես կըմպի, կնայի այս հուշաքարին, կհիշի այն մարդկանց, ովքեր որ հնարավորություն են տվել, որ ըմպի այս հուշաքարից ինքը իրենց կյանքի գնով եւ կդաստիարակվի այն ոգով, հայրենասիրության, հայրենատիրության ոգով, որը որ ամենակարևորն է մեր ազգի կյանքում։ Եվ այս ամենը իշնորհիվ Դավիթի։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Դավիթ, քեզանից քեզ թողերը ուժ ու կարողություն տա, էլ առավել ու առավել մեծ ծրագրեր, առավել մեծ բաներ կարողանաս անել քո հայրենի աշխարհի համար, քո հայրենիքի համար, մեր հայրենիքի համար։ Թող Տիրոջ օրհնությունը, պահպանությունը քեզ հետ լինի, քո ընտանիքի հետ լինի, ու շնորհակալություն ենք հայտնում այս փոքրիկ գեղեցիկ պուրակը պարգևելու համար մեր հանրությանը։ Այսօր Վանաձորում թաղամասերից մեկու նորից բացվում է հուշաքար, այդ աղբյուր, որպեսզի ամեն խմող հիշի տղաներին, ովքեր իրենց կյանքը ամենաթանկը հենությունեին նվիրեցին մեր հայրենիքին։ Ուզում եմ հիշել նաև բոլոր նրանց, ովքեր իրենց չնայած զոհվեցին, բայց իրենց մարտական գործողություններին մասնակցելով կարողացան պաշտպանել այս մի կտոր հողը, որը մեզ էր ասել մեր պապերից։ 300,000 քառակուսի կիլոմետրից ընդամենը ունենք 29,4 եւ այդ 29,4-ը պահելու համար շատերը իրենց գլուխը դրեցին, շատերը դարձան աշվանդամ, շատերը անցան մարտի դաշտերով։ Չլինելով զինվորականներ, նրանցից շատերը ընտրեցին այդ մասնակցությունը, որպեսզի կարողանան մեզ, մեր ընտանիքներ, մեր տորներին, մեր երեխաներին պաշտպանել։ Ինչպես կասեր մեզ հայտնի երգիչ Արտուր Մեսճյանը, մենք հաղթեցինք պատերազմը, սակայն պարզվում է մարտվեցինք, ահա եւ վերջ։ Շնորհակալություն կառուցողներին, շնորհակալություն բոլոր ներկաներին, նորից եմ կրկնում, ամեն ջուր խմող մի անգամ ողորմի կտայի։ Իսօր տեղողջունում եմ նախաձեռնողներին Դավիթ ջան ապրես։ Մենք յուրաքանչյուրս իրավունք չունենք մեր հերոսների հիշատակը բարձր չպահելու,
Այս քո արածը քո հոգու խղճի հանգստությունն է, քո հայրենակիցների այն մեծ նվիրման համար, որ նրանք նվիրեցին այսօրվա մեր ապրելու համար։ Նրանք կյանքով վարձահայտույց եղան։ Շնորհակալություն, ապրես։ Այս բալիկները, այս պատանիները, այս արարություն տեսնելով նրանք հերոսներ են մեծանալու և պահելու են, պահպանելու են այս սուրբ վայրը։ Սա մի վայր է, որը բոլորիս համար սրբություն է։ Հերոսները դուք դարացան, որ անթար մնացին դաշտերում, Արցախյան ազատամարտի զոհված մեր ընկերների համար հուշարձան կոթողը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում այն տղաներին, ովքեր մասնակցել են այս կառուցապատմանը, ովքեր որ իրենց լուման են ներդրել, որպեսզի այս թաղամասում, այս փոքրիկ անկյունում մենք անընդհատ հիշենք մեր զոհված ազատամարտիկներին։ Արցախյան ազատամարտը նա երկար եւ խորը պատմություն ունի, արմատները խոր են, եւ մենք միայն կարող ենք հաղթել, երբ որ ունենանք հզոր բանակ։ Իսկ մեր ժողովուրդը, մեր ազգաբնակչությունը պետք է գիտակցի, որ իրենք բոլոր ազատամարտիկները եւ կանգնած են բանակի կողքին։ Այստեղ են գտնվում այն ընկերները, այն ազատամարտիկները, ովքեր մասնակցել են բանակի կառուցմանը եւ մեր բանակաշինությանը նույնպես իրենց լումաններ են դրել։ Առանց հզոր բանակի մեր աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս, որ մենք խաղաղ ապրենք։ Անընդհատ թույլերից խլում են, տանում են, բսկտում են, դրա համար հզորանալ է պետք, ունենալ հզոր բանակ, լավ արդյունաբերություն եւ իհարկե հայրենասեր ժողովուրդ։ Ես ցանկանում եմ, որ մենք խաղաղ ապրենք, բայց Արցախյան էջը մեր պատմությունում փակված չէ։ Հատուկ ծափեր հնչեցնենք այն մարդկանց պատվին, ովքեր աջակցել են Արտուշ Փարեմուզյան, հատուկ ծափարենք մեծ բարերար, Վարդան Վարդանյան ծափարենք, Տիգրան Սահակյան, Մանե Եղինյան, Գուսան Ջիվան Չիլինգարյան և բոլորին թաղամասի բնակիչները բոլորը աջակցել են այս կառուցման աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետություն շնորհակալագիր տրվում է Արտուշ Փարեմուզյանին Արցախյան ազատամարտիկներին նվիրված պուրակի հիմնադրման ակտիվ մասնակցելու համար։ Լոռու մարզի երկրապահ միության նախագահ Կամո Հովհաննիսյան 19 հոկտեմբերի 25 թվական հանձնում է փոխնախագահ Դավիթ Մարտիրոսյանը։ Որդուն է հանձնում, շնորհակալություն։ Շնորհակալագիր տրվում է Տիգրան Սարգսի Սահակյանին Արցախյան ազատամարտիկներին նվիրված պուրակի հիմնադրման ակտիվ մասնակցելու համար։ Խնդրեմ։
Եվ շնորհակալագիր տրվում է Նռանե պարային համույթի ղեկավար Մանե Եղինյանին Արցախյան ազատամարտիկներին նվիրված պուրակի բացման արարողության ակտիվ մասնակցելու համար։